Ներկայացեք առավոտյան։ Առավոտյան ինչ տեղ ունեցավ, դասական ռեպրեսիա, դասական օկուպացիա, երևի Շուշի օպերացիան էին այդպես պլանավորել թուրքերը, ոնց որ սրանք պլանավորեցին Գյումրու քաղաքապետի տանելու օպերացիան, խայտառակություն էր, շենք մտնել անհնար էր, հաստատի ԱԱԾ-ականները և ոստիկանության տարբեր ուժեր, այդ թվում և Երևանից եկած, օկուպացել էին Գյումրու քաղաքապետարանը, ով ներս մտավ, ներսում մնաց, ով դուրս դրսում էր, դրսում մնաց։ Շուրջ 6 ժամ տևեց գործողությունը, հակաօրինական, օկուպացիոն գործողությունը Գյումրու քաղաքապետի նկատմամբ, նրա դեմ, քաղաքապետի աջակիցներն էին նաև քաղաքապետարանում, այս էր, երկու անգամ քաղաքապետը դուրս եկավ, որպեսզի հանդարտեցներ ժողովրդին, բայց մարդիկ ցույց տվեցին, որպեսզի քաղաքապետը գնա ոստիկանության ուժերի հետ, որովհետև ունեին տխուր օրինակ Սրբազանի, մեր Միքայել Սրբազանի տանելու, և մարդիկ գոռում էին չգնաք, որովհետև կխաբեն, կտանեն ձեզ։ Այդպես էլ արեցին ոստիկանությունը, ինչքան հասկացանք ոստիկանության պետի տեղակալներ էր ներգրաված, պետի երկու տեղակալներն էին, եկան, այդ ընթացքում, որ ժողովուրդը փողոքում էր, իրանք այն մի մուտքով փորձեցին ջարդելով դռները, ջարդելով թուրքերի ձևով, թուրքական մեթոդաբանությամբ, պատուհան ջարդել, դուռ ջարդել, հետևի դռնից գողացան տարան, առևանգեցին քաղաքապետին իր պաշտոնական աշխատավայրից։ Բայց ոնց որ պարոն Ղուկասյանը դեմ չէր, որ գնար իրավապահ մարմինների հետ։ Պարոն Ղուկասյանը այնքանով դեմ չէր, որ ասում էր գնան, որ գործողությունը ժողովուրդ հանդարտվի։ Սա էր, բայց ժողովուրդը թույլ չտվեց և իրանք գողացան քաղաքապետին։ Սա է ճշմարտությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները պնդում են, որ համայնքապետարանից էին հրահանգում, որ մանկապարտեզների տնօրենները աշխատանքը թողնեն, կան հրապարակ։ Ինչ կասեք այդ մասին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ցնծության մեջ է։ Մենք կարդում ենք, նախ մինչև այդ էինք կարդում որոշ իրենց կուսակիցների հայտարարությունները, ժողովուրդ ջան համբերեք, բան չմնաց, բացեք կարդացեք Facebook-յան գրառումները, այն մեկը, այն Սարիկ Մինասյանը ինչ է ելել, հայտարարել է աղվեսը երկու ոտքով թագարդն ընկավ, կենտրոնաբանական աշխարհի հետ է ինչ-որ երևույթներ նույնացնում, այսինքն սա պլանավորված գործողություններ, և դուք էլ գիտեք, որ ազգային ժողովի ամբիոնից էլ էին, չէ՞, հնչում սպառնալիքներ ուղիղ, նախընտրական շրջանում ասվում էր պատվալները կգցենք, ԱԱԾ-ի պատվալները կտանենք, դե հիմա մարդիկ խոսքը գործի վերածեցին, մարդիկ կներեք էակներ և եկան այդպես հարձակվեցին, քաղաքը ընդ որում մենք հիմա Երևանից գալիս ենք, ամբողջ ճանապարհին ոստիկաններ են կանգնած, այստեղ մտանք, այս ձեր հրապարակից մինչև այս խաչմերուկը, էլի ոստիկանական ուժեր էին կուտակում, լավ ինչ է ուզածը։ Ժողովուրդը գալիս է այստեղ։ Կային, այո, մեր հետևից էլ եկող մարդիկ կային, գիտեք, բոլորը պարտավոր են լինել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Ելի դուք ձայնագրությունը լսել եք Վարդան ձայնը։ Ուրեմն ես ձայնագրությունը չեմ լսել, բայց ես դրանից առաջ հիշում եք ավականունիստից առաջ քաղաքապետը իր ձայնով ձայնագրությունը տվել, հիշում եք, չէ՞, որ ասեց հələ նայեք ինչ են սարքել, այնքան հիմա հեշտ կարելի է սարքել այդ ամեն ինչը և միանշանակ, այսինքն եթե ասվեց չէ, քաղաքական գործիքներ, հիմա այդ ձայնագրությունը քաղաքական է, ռեպրեսիվ է, մտածված է, շինձու է, այդ արդեն դուք տեսեք, դուք տեսեք։ Անկեղծ ասած, մենք ինֆորմացիան ստացանք ձեզանից, այստեղ հավաքված լրագրողներից,
Մեր ունեցած տվյալով այո, պարոն Գասյանի առողջական վիճակն է վատացել եւ ինչ որ շատ ինչ որ գործողություն է կատարել շտաբ օգնությունը եւ հեռացել։ Այդպես է, թե չէ, դուք եք տեսել այդ ամեն ինչը։ Իսկ հիմա դերսում կատարվող իրադարձություններից Որևէ ոչինչ ոչ մի բանից տեղյակ չենք, հիմա միասին փորձենք ճշտել, թե ինչ կարող ենք իմանալ։ Բացի դուր պատվան ջարդելուց, հա, որ նշում եք, նաև տեղեկություն կա, որ աշխատակիցների նկատմամբ դուրս է կիրառվել այդ նորից։ Այո, դուրս կիրառում են, ընդ որում գիտեք այդ աշկերը որն է, որ այն պատուհանը, որը իր համար ամբողջ պատուհան էր, ասենք ֆրուզիկի ասած հացուսող կերած պատուհան էր, գնացել ոստիկանները կոտրել են։ Ինչի համար թրոշն են առել, թրոշով խփել են պատիգան։ Ինչու են տարել, այսինքն կարծում էին, որ քաղաքապետան իրենց դեմ տեխնիկա է օգտագործել։ Ես ընդամենը տեսել եմ, որ համազգեստով մարդիկ կլավիատուրան ձեռքերը, համակարգիչները ձեռքերը դուրս էին գալիս։ Ես նկատի ունեմ այդ ջրցան մեքենա։ Հա, այդ ինչի են տարել, ես չգիտեմ։ Դրա քաղաք ուզում են պարալիզացնել երևի, որ ասենք մարդիկ զայրանան, որ աղբը չհավաքվի, ես չելնի, երևի այդ է նպատակն եղել, ընդ որում վարորդներին են հետն են տարել։ Եթե ենթադրապես կարգավիճակի քաղաքապետարանում աշխատանքը, քաղաքի ղեկավարումը Քաղաքապետարանում աշխատանքը չի ցախողվելու, վաղվանից կանոնավոր ոնց եղել է կաշխատի, այդ ուրեմն ինչ որ փոխքաղաքապետը այդ պահին մի բան է ասել, սկսեցին շրջանառել եւ ինչ որ սադրանքներ են տեղի ունենում, հարգելի ժողովուրդ, հարգելի համաքաղաքացիներ, քաղաքապետարանի աշխատողներ, վաղվանից կանոնավոր գնում ենք աշխատանքի, միայն մեր աշխատանքով ենք հասնելու արտարությանը։ Նախորդ անգամ երբ փորձում էին Պարոն Ղուկասյանի զրահապատ մեքենան տանել բաժին, նա ասաց, որ նախապես նկատել էր եւ գիտեր, որ այդ օրը գործողություն է կատարվելու։ Այսօր առավոտյան ինչ տրամադրություն է, նա տեղյակ էր կամ նախապես գիտեր, որ կատարվելու է այս քննչական հատուցումը։ Ես անկեղծ ասած չգիտեմ նախապես տեղյակ էր թե չէ, բայց տևական ժամանակ անձամբ ես եմ նկատել քաղաքապետի տան մոտ դրոններ էին պտտվում երեկոյան, մասնավորապես քաղաքի տոնից հետո։ Ես դա ուրեմն տեսել եմ, պատահական զբոսնում էի եւ ցույց եմ տվել քաղաքապետին եւ այս գործողությունները այդ նկարացել որ փնտրեմ պիտի գտնեմ, էլի։ Այսինքն այն ինչ է պետք, որ հրահանգը իջեցված է ամբիոնից, ինչ է պետք, ասում է был бы человек, статья найдется։ Սարիկ Մինասյանն ասում է փորձված աղվեսը երկու ոտով է թակարդ մտնում։ Ինչ ասեմ, իսկ ինքը ինչ է։ Հենց նոր հրապարակում նայում էի, իր պատկից հարևանը բողոքում էր, որին կապորինություն է արել, բերել է խանութի փոխարեն ինչ որ լավտո լվացման կետ է տրել, այդ մարդու վրա այլով որ բողոքել է, գործ են հարուցել։ Ինքը ինչ է։ Դուք Վարդան Ղուկասյանին լիդեր միջև ձերբակալելը տեսաք։ Ես անկեղծ ասած մինչև ձերբակալելը չեմ հասցրել, բայց երբ որ դուրս եկավ ինքը ժողովրդի մոտ, այդ ժամանակ եմ հասցրել։ Ո՞ն է հասցրել եք հացտանին, ինքը կաշառվեց։ Ոչ մի բան, այնտեղ 3 կարտոն ԱԱՑ-ական եւ ոստիկանական բան կար, մարդիկ էին կանգնած, մոդենալ իրեն ինչ որ բան ասել, մեզ էլ հետ էին շպրտում։ Իսկ մի տեղեկության մասով բացի Գյումրու քաղաքապետարանի խուզարկությունից, ասում են նաև խուզարկել են իր օֆիսը, գրասենյակը, կա նման բան թե ոչ։ Այդ ինֆորմացիան չունեմ, ճանապարհին ենք եղել, կարող է ամեն ինչ լինի։ Չեք բացառում, որ կկալանավորեն։ Չեմ ուզում ենթադրություններ անեմ, հավատում եմ, որ պիտի որ Եվրոպան եւ մնացած միջազգային կառույցները տեսնեն այս անիրավությունը, վերջը ինչքան կարել է, ինձ էլ տարան մի ամսով փակեցին։ Մի ամսով Աբովյան քրեական հիմնարկում ին վրա խուլիգանություն են նկարել։ Ինչ եմ արել, ընդհանրապես ասել եմ, որ դատավորը կոռումպացված է։ Այդ ո՞նց է այդ կոռումպացված դատավորի հետևից չեն գնում։ Լրագրող եմ, հայտարարություն եմ արել, հետաքննական բան եմ արել, նյութեր ունեմ։ Բայց տեղ եկել եք անմիջապես ինչ որ մի ցայնագրության հիման վրա տանում եք մարդուն ընդրված օպոզիցիոն քաղաքապետին, որը գտնվել է աշխատավայրում։